Հետաքրքիր կլինի իմանալ, թե որ պահքն է հատուկ միայն հայ եկեղեցում։ Առաջավորած հնգորյա պահքը նախորդում է մեծ պահքին։ Այն հայոց առաջին պահքն է, այդ պատճառով էլ կոչվում է առաջավորած։ Ըստ ավանդության, այս պահքն առնչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչության և հայոց դարձի հետ։ Վերջինս հաստատեց առաջին շաբաթապահքը՝ ի հիշատակ հեթանոսության խավարից մեր ազգի ազատագրման։ Առաջավորած պահքին նախորդող կիրակի օրը նշվում է առաջավորած պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է։ Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է, որը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան ունեին դրախտում Աստծո ներկայության մեջ։ Առաջավորած պահքի օրերին Աստվածաշնչից ընթերցանություն չկա, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար հիշատակվում է նաև Ադամի անկումը, իսկ Ադամի ժամանակ գիրք և մարգարեներ չկային։ Հետևաբար առաջին 4 օրերին ոչինչ չի ընթերցվում, իսկ 5-րդ ուրբաթ օրը ընթերցվում է Հովնան մարգարեի գիրքը։ Ժողովուրդն այս պահքը երբեմն սխալմամբ անվանում է Սուրբ Սարգսի պահք, սակայն այն Սուրբ Սարգսի հետ ոչ մի առնչություն չունի։ Պարզապես առաջավորած պահքին հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը։ Ինչպես յուրաքանչյուր պահոց շրջան, այնպես էլ առաջավորած պահքի օրերն առիթ են մեզ խորհրդածելու մեր երկրային կյանքի մասին, որն էլ կարևոր հիմք է հոգևոր արթնության հասնելու և ապաշխարության արժանի պտուղներ տալու համար։